Օգոստոսի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին դիմաց քաղաքացին հայտնում էր, որ ժամը 15-ից 16-ն ընկած ժամանակահատվածում մեքենայից գողացել են իր պայուսակը։ Հարսանիքի էին մասնակցել, մեքենան կայանել էին եկեղեցու հարակից կայանատեղիում, հավանաբար դռներն էլ բաց էին թողել։ Փաստի առթիվ նյութեր նախապատրաստվեցին, ձեռնարկվեցին միջոցառումներ կատարվածը բացահայտելու համար։ 4 օր անց օգոստոսի 19-ին կրկին նմանատիպ գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Անհայտ անձը Սուրբ Գայանե եկեղեցու բակում կայանված մեքենայից կնոջ պայուսակ էր գողացել։ Այս մասին տեղեկացան ոստիկանության Վաղարշապատի պարեկապահակայինները։ Ծառայություն ենք կատարում Սուրբ Գայանե եկեղեցու տարածքում, տեղեկություն ստացվեց, որ ինչ-որ մի քաղաքացի պարբերաբար գողություն է կատարում կայանված մեքենաներից։ Անմիջապես արձագանքեցին ու օպերատիվորեն պարզեցին քաղաքացու ինքնությունը։ Երևանի բնակիչ 1977 թվականին ծնված Արթուր Սարոյանն էր։ Բացատրական աշխատանքների արդյունքում Սարոյանը ինքնակամ ներկայացավ ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը։ Նա հայտնեց նաեւ, որ օգոստոսի 15-ին կատարված գողությունն էլ իր ձեռքի գործն է։ Արթուր Սարոյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Քննությունը շարունակվում է։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի օգոստոսի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 8, խարդախության 7 եւ խուլիգանության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ ավտոմեքենա փախցնելու մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 12-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին առավոտյան ժամը 5-ին միջադեպ է եղել Երևանի Արտաշեսյան եւ Բագրատունյաց փողոցների խաչմերուկում։ Անհայտ անձը վիճաբանել է մի քաղաքացու հետ եւ սուր կտրող ծակող գործիքով բազմաթիվ վերքեր հասցրել նրան։ Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ձեռք են բերվել անձի լուսանկարներն ու տեսագրությունը, սակայն նրա ինքնությունը դեռևս հայտնի չէ։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 102։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Օգոստոսի 6-ին ժամը 19:40-ին Դիլիջան քաղաքի կենտրոնական շուկայի մոտակայքում գտնվող նախկին Բու կոչվող չգործող սրճարանի առանձնասենյակում մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված 50-ից 55 տարեկան տղամարդու նեխային փոփոխությունների ենթարկված դիակ։ Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Դիլիջանի կամ մոտակա բաժին։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կոչ է անում զգուշանալ խարդախների լարած որոգայթից։ Համացանցում շրջանառվում է տեղեկություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, թե իբր պոռնոկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը եւ որպես տուգանք անհրաժեշտ է վճարել 8500 Հայաստանի Հանրապետության դրամ։ Նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար, վկայակոչելով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը։ Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։ Պարզաբանում ենք, որ խնդրող առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը եւ համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը եւ դիտարկչի հավելումները կամ դիմել համապատասխան համակարգչային մասնագետի։ Այն քաղաքացիները, ովքեր տուժել են խարդախների գործունեությունից, կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն կամ զանգահարել 011 56 27 18 010 59 67 33 հեռախոսահամարներով։ Կապեք ամրագոտիները։
Պահպանեք ձեզ ձեր սիրելիների համար։ 50 կմ ժամանակության բախումը նույնն է, ինչ անկումը 5-րդ հարկից։